Միտեղ պետք է այդ քաղաքականությունը, եթե մենք այդպես նայենք անընդհատ, մենք երևի առաջ չգնանք շատ։ Յուրաքանչյուր դեպքի մեջ մեծ քաղաքականություն տեսնելով։ Պետք է տեսնել այնքան քաղաքականություն, ինչքան այդ հարցի մեջ կա։ Թե չէ մենք նայում ենք գլոբալ աշխարհի մասշտաբով այդ քաղաքականությունը մեջ է։ Իհարկե շոու է, իհարկե վատ է զգում, որ այդպես է։ Իհարկե լավ չի, երբ որ թուրքական դրոշներն, բայց ինչ կարող ես անել, երբ որ իրանց պետությունն է։ Պարոն Մինասյան, զուտ մասնագիտական հարց եմ ուղղում ձեզ։ Երբ ասում են գմբեթ, խաչ, կշիռը խաչի, բարդությունը տեխնիկական, բացարձակ չկա, նման բան չկա։ Եկեղեցին ինքը շատ առողջ է եղել նաև մինչև այս վերականգնում, այսինքն ինքը առողջ է, արվել է, ամրացվել է եւ գմբեթն էլ արված է այնպես, որ խաչի ծանրություն, բան եւ այլն, տենց խնդիրներ չկան։ Այսինքն տեխնիկապես դա հնարավոր է եւ դա երևի շոուի մի մասնիկն է, եւ ես հավատացած եմ կարող է վերջի վարքյանին դրվի, չգիտեմ։ Այստեղ խոսքը տանք արդեն Հայր Պարթևին, ծիսակատարության երկաթյա կանոնը ո՞րն է այստեղ։ Եթե խաչը դրված չի, բայց եկեղեցին օծված է, լինում է այդպես։ Այս պարագային պիտի Այսինքն պատարագի անցկացման կարգը որտեղ է լիարժեք։ Լիարժեք է անշուշտ եկեղեցում եւ օծված եկեղեցում։ Սակայն եկեղեցական կանոնները արտոնում են։ Եթե հարմարություն չկա, կամ եկեղեցի գոյություն չունի, կամ եկեղեցին օծված չէ, հնարավորություն է ընձեռվում օծված վեմքար դնել Սուրբ Սեղանին եւ պատարագը մատուցել այնտեղ։ Այսինքն այս պարագային բավարար է արդեն օծված վեմքարի արկայությունը եկեղեցում, որը նույնպես չկա, որը պետք է դրվի պատարագից առաջ անպայման։ Առանց օծված վեմքարի անհնար է պատարագ մատուցել։ Որտեղ է այդ օծված։ Այդ օծված վեմքարը սովորաբար թե առաջնորդները, թե ուրեմն պատիարքությունները ունենում են, եւ սա ոչ միայն Աղթամարի պարագային, այլև նույնպես նաեւ Հայաստանում կան համայնքներ, որտեղ եկեղեցի գոյություն չունի։ Այդպիսի դեպքերում ուրեմն առաջնորդարաններում կան օծված վեմքարեր եւ այդ քարը տարվում է, դրվում է համապատասխան շինության մեջ եւ պատարագ է մատուցվում։ Եվ այս պարագային եւս այդ քարը պետք է բերվի Պոլսի հայոց պատիարքությունից, պետք է զետեղվի պատարագից առաջ եւ որից հետո նոր պատարագը մատուցվի։ Այսինքն խաչի պարագան նորից պիտի անդրադառնամ, որևէ կանոնական սկզբունք չկա, որ առանց խաչի արգելվում է պատարագ մատուցել։ Պարզապես նորից պիտի շեշտենք, որ այստեղ սկզբունքի հարց է, խոստումի հարց է, որովհետև թուրքերը սովոր են իրենց խոստումները ի կատար չածել, եւ Մայր Աթոռի հիմնական պահանջը հենց դա էր, որպիսի թուրքերը իրենց տված խոստումը ի կատարածեն, ընդ որում այդ խոստումը, որ գալիս էր Թուրքիո իշխանությունների կողմից բարձր մակարդակով։ Թուրքիայի իշխանությունների կողմից բարձր մակարդակով եկել է, բայց հայոց պատրիարքարանի խողովակով։ Անշուշտ, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հարաբերությունները, իր գործակցությունը ունենում է բոլոր երկրներում իր թեմերի, իր պատիարքությունների միջոցով, այսինքն Մայր Աթոռը ուղղակի չի կարող հարաբերվել, այլ հարաբերվում է իր ներկայացուցիչների միջոցով։ Այսինքն ձեր մերժումը, Մայր Աթոռի մերժումը գնում է նորից հակառակ ուղղությամբ, պատրիարքարանով թուրքական իշխանություններին։ Այո, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր հարաբերությունները կարգավորում է իր ներկայացուցչությունների միջոցով։ Այսինքն համապատասխան պատիարքություն կլինի, թեմ կլինի, տվյալ երկրում ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ներկայացնում է հայ եկեղեցին, որի կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Եվ այս պարագային եւս պիտի շեշտեմ, որ Աղթամարի ուղակի թե անուղակի սեփականատերը, իրավատերը դա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, սակայն այդ իրավատիրությունը կյանքի է կոչվում Պոլսի հայոց պատիարքության միջոցով, ինչպես որ մնացյալ բոլոր երկրներում, Երուսաղեմում եւ այլուր։ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ անցկացնելու թույլտվությունը Թուրքի հանդուրժողականության արտահայտություն է։ Այս խոսքերը ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Ես մի քիչ քաղաքական նրբերանգ եմ ուզում մտցնել, որպեսզի հետո զրույցին մասնակից դառնան Մոսկվան եւ Լոս Անջելեսը։ Ես հասկացա, որ մեր զրուցակիցներին ավելի շատ այդ հատվածն է հետաքրքրում։ Հիմա սա նույնպես այս արտահայտությունը նույնպես հերթական քաղաքական ծուղակն է, որ հնչում է Թուրքիայի ղեկավարի կողմից եւ պիտի շրջանցել այն ենթատեքստը, որը կա այս արտահայտության ներքո։
Իհարկե, մեջը կան երանգներ, որոնք տողի տակը երևում է, որ էլի ինչ-որ խնդիրներ կան, որ մեր համար կարող է շատ հանկարծակի լինի։ Բայց իմ խորին համոզմամբ կան, իհարկե, շատ խութեր կան այնտեղ, շատ դժվարություններ կան։ Վերջին հաշվով շատ մեծ արհավիրք է տեղի ունեցել երկու ժողովուրդների մեջ։ Ես չեմ ասում թուրք եւ հայ, ես ասում եմ թուրքական վարչական համակարգի եւ հայ ժողովրդի հետ։ Եվ դա շատ դժվար է հարթելը։ Ես ինքս տաճկա հայաստանցու զավակ եմ, վերջի շարավիղն եմ այդ կոտորածներից։ Ես այսինքն ստեղ որևիցե բան չունեմ ասելու, որ գիտեք կողքից սա եւ այլն։ Կարող է իմ մեջ ավելի շատ բան է խոսում, որ պետք է անհանդուրժողական լինել։ Բայց դա ոչ մի տեղ մեզ չի տանի։ Մեզ ոչ մի տեղ չի տանի, որովհետեւ մենք երկու ազգերս էլ ստեղ պետք է մնանք եւ ավելի շատ մենք պետք է մնանք։ Տեսեք, ես պիտի փաստեմ, որ Թուրքիան այս մեկ քայլով չի կարող եվրոպական հանրությանը երևալ հանդուրժողական եւ դեմոկրատ դիրքերից։ Ես ձեզ մի քանի փաստեր նշեմ, որ արկա են ՄԱԿ-ի Եվրոմիության զեկույցները մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Թուրքիայում։ Եվ այդ բոլոր զեկույցներում մեկ առ մեկ նշված է, որ թեև Թուրքիան պաշտոնապես ճանաչում է իբրև կրոնական փոքրամասնություն հայերին, հրեաներին եւ հույներին, սակայն նրանց իրավունքները պաշտպանված չեն։ Երկրորդը, նշեմ, որ մինչև 1923 թվականը Պոլսի հայոց պատիարքությունը գործել է ազգային սահմանադրության համաձայն, սակայն 1923 թվականից հետո Լոզանի կոնֆերանսից հետո այլևս ազգային այս սահմանադրությունը անվավեր համարվեց։ Եվ Լոզանի կոնֆերանսով Թուրքիան նորից պարտականություն ստանձնեց, որ պիտի հոգա կրոնական փոքրամասնությունների պաշտպանության իրավունքը, սակայն նորից այդ պարտականությունը նա կյանքի չկոչեց։ Եվ այդ բոլոր դեպքերը, փաստերը արձանագրված են զեկույցներում, եւ այս մեկ քայլով Թուրքիան պարզապես չի կարող խաբել եվրոպական հանրությանը եւ Եվրոպան առավել հանդուրժող։ Ավելին ասեմ, եթե սրան մոտենում ենք իբրև շոու, ապա այս շոուն նույնպես չկայացավ։ Եվ չկայացավ հենց Թուրքիայի սխալի պատճառով։ Այդ մի փոքրիկ քայլով, խաչի չզետեղումով, ես կարող եմ ասել, երկակի երակի կրճատվեց ուխտավորների մասնակցությունը հիմա պատարագին։ Շնորհակալություն, այ արդեն տեղափոխում ենք Լոս Անջելես։ Արմեն, դուք հետևում եք մեզ եւ ես վստահ եմ, որ ճիշտ կլինի հենց այստեղից էլ շարունակելը։ Շնորհակալություն։ Ահա։ Լսում եմ։ Քայլը, եթե ենթադրենք, խաչը արդեն ասում են աղթամարում է եւ նորից խոստում է հնչում, որ այդ խաչը անպայման կտեղադրվի Սուրբ խաչի գմբեթին, այսինքն կդառնա լիարժեք հայկական եկեղեցի։ Սա ինչ որ բան փոխում է մեր հյուրերի ասելիքում այս։ Շնորհակալություն, ես հյուրերին այդ հարցը վերահասցրագրելուց առաջ ուղղակի շատ կարճ ասեմ, որ քաղաքական որոշումը անշուշտ պետք է երևի զատել հոգևորից։ Տվյալ դեպքում ես կարող եմ ուղղակի որպես տեղեկություն ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմի Դաշնակցության եւ Ռամկավար ազատական կուսակցության համատեղ հայտարարությամբ կոչ է արվել հայերին չգնալ, ավելին կոչ է արվել չմասնակցել հոկտեմբերին կայանալիք թուրքահայ դաշնակահար Շահան Արծրունու համերգին, որը իմիջիայլոց կազմակերպել է Թուրքիայի հյուպատոսությունը եւ նվիրված է հենց այս աղթամարի վանքում Սուրբ Պատարագ մատուցելուն եւ կրկին իսկ կոչ է արվում չմասնակցել այդ շոուին։ Սակայն պարոնայք, ուրեմն հարցերը եւ զրույցը դուք լսեցիք։ Ես ուզում եմ հարց վերահասցրագրելով մի փոքր նոր երանգել հաղորդել։